Տիկին Թովմասյան, որպեսզի իշխանափոխություն լինի, նաև պետք է քաղաքական ուժերին ժողովրդի անվերապահ աջակցությունը, բայց մենք տեսնում ենք ընդդիմադիր ուժերի կազմակերպած հանրահավաքներին, եթե հանում ենք բարեկամ հարևան խնամի ծանոթներին, շատ աջակիցներ էլ չկան։ Այսինքն ժողովրդի աջակցությունը չունենք, ինչպես եք իշխանափոխություն անելու։ Ես ուզում եմ ասել, որ ժողովրդի աջակցությունը ցավոք սրտի Հայաստանում քաղաքական շատ քիչ ուժեր կամ գրեթե չկան ուժեր, որոնք որ ունեն, հաշվի առնելով այն բոլոր հարցումները, որոնք իրականացվում են, եւ այդ բոլոր հարցումների արդյունքում Հայաստանի քաղաքացիների 70%-ը անտարբեր է։ Նրանք որևէ քաղաքական process-ի նկատմամբ հետաքրքրություն չունեն։ Եվ մենք ինչ խոսում ենք մեր բոլոր պրոյեկտները, մեր բոլոր կարծիքները, տեսակետները, վերլուծությունները ձևավորում ենք 30% ազնիվ եւ ներողություն ոչ թե ազնիվ, այլ ակտիվ նկատի ունեի, ակտիվ քաղաքացիների եւ ակտիվ ներգրավվածության ձգտող քաղաքացիների ակտիվության մասին մենք կարող ենք խոսել։ Մնացած 70%-ի մասով, այո, ճիշտ է, որ որևէ քաղաքական ուժի չեն վստահում։ Եվ այս առումով եւ կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ ինչպես տեսակ բոլոր վերջին տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այլևս չունի այն վստահությունը, այն հեղինակությունը, ինչ որ ուներ նախկինում, եւ ընտրությունների միջոցով նույնիսկ հնարավոր է հասնել իշխանափոխության, ինչպես դա եղավ Գյումրիում եւ Փարաքարում։ Եվ եթե նկատեցիք, երկու տեղերում էլ հաղթեցին ընդդիմադիր տեխնացուներ։ Այսինքն ընդդիմադիր տեսակը, ընդդիմության տեսակետները այնուամենայնիվ շարունակում են մնալ դոմինանտ եւ ընկալելի քաղաքացիների համար։ Տիկին Թովմասյան, բայց այնուհանդերձ տարակուսելի չէ, որ 7 տարի առաջ համաժողովրդավարական շարժմամբ մերժված երկրի ղեկավարը խոսում է մեծ վստահությամբ իշխանափոխության մասին, այսինքն նրան մերժել է ժողովուրդը։ Ինչու է նա հիմա փորձում էլի նման գործընթացների մեջ մտնել։ Նարեկ ջան, ես կարող եմ մի բան ասել, որ քաղաքացիների մեծ մասը, ովքեր որ համարում էին, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը պետք է հեռանա, եւ չմոռանանք, որ այդ թվում եղել եմ եւ նաեւ ես, բայց այն արհավիրքը, ինչ որ բերեց Նիկոլ Փաշինյանը մեր գլխին, մեր երկրի գլխին, մենք հիմա երանի ենք տալիս այն մեր քննադատած ու մեր մերժած ժամանակները։ Այո, երանի ենք տալիս, որտեղ ունենք Դուք անձամբ երանի եք տալիս։ Դուք սպասեք, ես ավարտեմ, Նարեկ ջան։ Ես երանի եմ տալիս այն Հայաստանը, որ մենք ունեինք Սերժ Սարգսյանի օրոք, եւ երանի եմ տալիս այն Արցախը, որ մենք ունեինք Սերժ Սարգսյանի օրոք, եւ նաեւ երանի եմ տալիս այն կոռուպցիոն համակարգին, որ կար Սերժ Սարգսյանի օրոք։ Դուք լսեցիք, ես դատախազին ինչ հարցեր տվեցի, կհետևեք հիմա իմ ելույթին, հետո կհետևեք նաեւ նիստերի դահլիճում իմ ելույթին ու կտեսնեք այդպիսի կոռուպցիոն գործարքներ, որոնք որ հիմա են տեղի ունենում, Սերժ Սարգսյանի օրոք երբևէ եղել են, թե ոչ, եւ որևէ իշխանության օրոք։ Բայց գուցե Հայաստանը եւ Արցախի ավերման պատճառ դարձան ձեր երազած այդ կոռուպցիոն համակարգը, որը Սերժ Սարգսյանի օրոք կար։ Դուք հիմա ես չեմ հասկանում ձեր հարցի իմաստը։ Ես ասում եմ, այն կոռուպցիոն համակարգը, որ կար, ավելի երազելի էր, ավելի երանելի, քան այսօր ինչ որ կար։ Որում չի կարող երանելի լինել։ Մենք ամեն ինչ խոսում ենք համեմատության մեջ, Նարեկ։ Եթե այդ ամեն ինչը լավ լիներ, ես հրապարակում չէի գնա կանգնի։ Ես դրա համար հատուկ հիշեցրեցի իմ անհամաձայնությունը։ Բայց ես ասում եմ, մենակ անիվի գործարքը, որ վերցնենք 25 միլիարդ դրամ, ժողովուրդ, այդ մարդիկ sense պատրեցին, շպրտեցին ու որևէ մեկը պատասխանատվություն չի կրում 22 թվականից սկսած։ Գործը կա, մեղադրյալներ չկան։ Այսպիսի գործ հիշում եք այն ժամանակ, մի հատ օրինակ բերեք։ Չէ, չեմ ուզում բանավեճի մեջ մտնել։ Օրինակ բերեք, մի հատ օրինակ բերեք, Նարեկ ջան։ Իշխանության օրոք կա կոռուպցիա, թալան եւ այլն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է Բայց ես չասեցի, որ լավ է։ Ես չասեցի, որ լավ է։ Ես ասեցի, երանելի են, երբ որ համեմատում ենք։ Ես չասեցի, որ լավ է։ Եթե լավ լիներ, ես հրապարակում չէի լինի, Նարեկ։ Իսկ մի բան է, գործընթացն ինչ հիշում եք ավելի ահավոր են, քան նախկինում։ Այդ դեպքում հասարակությունը ինչու ավելի քիչ կոռուպացված ուժերի հետևից այս պահին չի գնում։ Ի՞նչն է խնդիրը, որ ընդդիմադիրները չեն հաջողում։ Ես ասացի, որ հասարակության 70%-ը ժողովուրդ ջան անտարբեր է։ Ու այդ բանալին, եթե ես իմանայի, այդ 70%-ը ակտիվ կլիներ։ Եթե ես այդ բանալին ունենայի, դա մի հոգու հարց չի։ Դա ամբողջ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի հարցն է։ Եվ այդ նաև այն խոսույթի հարցն է, որ ազգային ժողովում է, այդ նաև այն տեսարանների հարցն է, որ ազգային ժողովում հաճախ մարդիկ տեսնում են։ Այսինքն քաղաքական process-ների նկատմամբ կա տոտալ անվստահություն, եւ դա ինձ ի սկզբանե ես իմ խոսքում արձանագրեցի։ Ակտիվ 30%-ը ընդդիմադիր է։
Ես թույլ տվեք ասել, ակտիվ 30%-ի մեծ մասը ընդդիմադիր է։ Կան, իրենք էլ կան փոքր մասնություն է։ Գյումրիում չտեսաք որ մնացին։ Չէ, նկատի ունեմ այդ 30 բաժանում այո, այդ 30-ի մեջ։